Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ պատերազմը շարունակում է զարգանալ, ուղեկցվելով ակտիվ ռազմական գործողություններով և միջազգային արձագանքով։ Վերջին ժամերին Իրանը շարունակել է հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը օդային գործողությունները Իրանի տարածքում, թիրախավորելով ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, ընդգծելով, որ ԱՄՆ մոտ է իր ռազմավարական նպատակների իրականացմանը։ Միևնույն ժամանակ հարցազրույցներից մեկում Թրամփն ասել է, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ դուրս բերելու հարցը։ Նա դաշինքն անվանել է թղթևագր, հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքում հակամարտությունից հետո նա կվերանայի ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին, Թրամփը պատասխանել է. «Այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ, ՆԱՏՕ-ն ինձ համար երբեք համոզիչ չի եղել։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթևագր են, և ի դեպ Պուտինը նույնպես գիտի դա»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ լարվել էին այն բանից հետո, երբ այդ երկրները հայտարարել էին, որ չեն պատրաստվում որևէ կերպ ներքաշվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում։ Նրանք արգելել էին Իրանի դեմ գործողություններում օգտագործել իրենց օդային տարածքը, հայտարարելով, որ այդ պատերազմն իրենց չի վերաբերում։ Իրանը, սակայն, շարունակում է պահպանել կոշտ դիրքորոշում, Թեհրանը հայտարարում է, որ չի պատրաստվում ընդունել արտաքին ճնշում և շարունակելու է դիմակայությունը, նշելով, որ իրավիճակը երկրի ներսում վերահսկելի է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ լինելու լուրերը, հայտարարելով, որ ստանում է առանց միջնորդների ուղիղ հաղորդագրություններ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆից, սակայն դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում։ Նա նշել է, որ իրանական կողմը չունի վստահություն, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունք կտան։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային հարձակմանը, Արաղչին հայտարարել է, որ Իրանը սպասում է նրանց։ Իսկ պատերազմը շարունակում է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Պատերազմի հնարավոր ավարտի մասին Թրամփի հայտարարությունը անմիջապես արձագանք է ստացել համաշխարհային նավթի շուկայի վրա։ Առաջին հաղորդումից հետո Brent տեսակի նավթի գները կտրուկ նվազել են, հասնելով մոտ $100 մեկ բարելի դիմաց, կարճ ժամանակ անց կրկին բարձրանալով շուրջ 2%։ Համաշխարհային շուկան փորձում է հավասարակշռել լուրերը պատերազմի հնարավոր ավարտի մասին իրականության հետ, որն այդքան էլ պարզ չէ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։